Ասեմ, որ վերջի տարիներին բուրըն զարգացել է գիտության ֆինանսավորումը, այսինքն մեծ ներդրումներ կան համ պետական տարբեր ֆինանսական միջոցներ, ինչպես նաև հենց Երևանի պետհամալսարանի աշխատակազմի կողմից տարբեր ֆինանսական միջոցներ են հայտարարվում լաբորատորիաները վերազինվելու։ Ինչ վերաբերում է մեր լաբորատորիային, մեր լաբորատորիան ասիմետրիկ կատալիզի լաբորատորիան հիմնվել է դրամաշնորհերի շրջանակներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող այդ դրամաշնորհերի շրջանակներում ընդհանուր լաբորատորիան վերազինվել է, կահավորվել է, վերանորոգվել է և երևի ակնառու է տարբեր սարքերի առկայությունները իրականում տասնյակ միլիոնավոր գումարների մասին է խոսքը, եթե ոչ ավելի շատ։ Ինչ է տալիս այս լաբորատորիան կրթական համակարգում և գիտական, առաջինը կրթությունը բարձրագույն և գիտությունը չեն կարող իրարից տարանջատ լինել։ Քիմիայի ֆակուլտետը Երևանի պետհամալսարանի միշտ ստեղծման օրվանից հենց զբաղվել է գիտությամբ, այստեղի աշխատակիցներ զբաղվել են գիտությամբ և առաջին հոդվածը, որ Հայաստանից գնացել է և միջազգային ամսագրերում հրապարակվել է, հենց Երևանի պետհամալսարանի այն ժամանակյա առաջին ամբիոնի, քիմիայի ամբիոնի վարիչի կողմից հրապարակված հոդվածն է եղել, Ստեփան Ղանբարյանի կողմից։ Եվ մենք շարունակում ենք այդ առաքելությունը և մեր քիմիայի ֆակուլտետը տարիների ընթացքում տարեստարի, ինչպես նաև ճգնաժամային ժամանակներում գիտությամբ միշտ զբաղվել է և ուսանողներին ներգրավել տարբեր գիտական նախագծերում և ես էլ ինքս երբ որ ուսանող էի, ինձ էլ են նույնպես ներգրավել նմանատիպ գործունեության մեջ և ես էլ իմ գիտական գործունեության և դասավանդման ընթացքում անպայման ուսանողներին ներգրավում եմ իմ գիտական գործունեության մեջ հմտություններ և գիտելիքներ ստանալու համար։ Ֆակուլտետում հիմնականում ֆունդամենտալ գիտական դրամաշնորհեր են իրականացում, այսինքն հիմնական վերջնարդյունքը դա գիտական հոդվածների հրապարակումն է, այսինքն կիրառական տեսանկյունից, որ միշտ ցանկանում են ասեն գիտնականը միանգամից կոլբայից տեղափոխի արտադրություն, դա շատ դժվար է իրականում օրինակ դեղանյութերի սինթեզի ժամանակ մեկ դեղանյութ, այսպես ասած կոչվածը, մոլեկուլը, որպեսզի սինթեզողից հասնի դեղատուն վաճառքի, ինքը իրական շատ մեծ չափով գումար է պահանջում, մոտապես 10 միլիարդ դոլարի կարգի և ժամանակը մոտապես 10 տարի տարբեր գործառույթներ իրականացնելու համար։ Այսինքն կիրառական տեսանկյունից շատ դժվար է անցնել հենց կիրառական տիրույթ, բայց այս գիտական ուժը, որ հավաքվում է այս տարիների ընթացքում, շատ նպաստում է։ Մեր ժամանակ դրամաշնորհերի թիվը շատ սուղ էր, շատ քիչ էին աղբյուրները դրամաշնորհերի և հիմնականում, այսպես ասած, մեծ գիտնականներն էին մասնակցում դրամաշնորհերի։ Հիմա կառավարության գործունեությունը այնպես է տրամադրված, որ կան տարբեր գիտնականների համար տարբեր տեսակի դրամաշնորհեր, որոնք շատ կարևոր են, որպեսզի երիտասարդին թողնել գիտության մեջ։ Ես Տիգրան Եգանյանն եմ, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կրտսեր գիտաշխատող։ Ներկայումս մենք գտնվում ենք քիմիայի ֆակուլտետի ամենահին լաբորատորիաներից մեկում, պոլիմերների քիմիայի լաբորատորիայում։ Ինչպես կարող եք տեսնել, բավականին հին կահավորում է, մոտ 60-ականների կահույք է, ներկայումս մեր համարյա բոլոր լաբորատորիաները արդեն իսկ վերանորոգված են, այս լաբորատորիան սպասում է իր վերանորոգման հերթին։ Մենք կարող ենք հիմա գնալ մեր նոր վերանորոգված լաբորատորիաները և տեսնել, թե ինչպիսի տեսք ունեն դրանք ներկայումս։
Ներկայումս մենք գտնվում ենք վերջերս վերանորոգված քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաներից մեկում, այն ամենահագեցվածն է տարբեր սարքավորումներով, որոնք վերջի մի քանի տարիներին են ձեռք բերվել, հիմնականում ձեռք են բերվել գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, գումարային մոտ $1 միլիոն սարքեր կան, տարբեր ֆունկցիաներ կատարող եւ դրանցով կարողանում ենք իրականացնել տարբեր հետազոտություններ։ Իմ հետազոտությունների բավականին զգալի մասը իրականացնում եմ հենց այս լաբորատորիայում։ Ասպիրանտական դրամաշնորհը տրամադրվում է Կրթության եւ գիտության նախարարության կից բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից։ Ամեն տարի դրամաշնորհը հայտարարվում է, դիմել եմ, շահող եմ հանդիսացել եւ 3 տարի ֆինանսավորվել եմ դրամաշնորհի շրջանակներում։ Նշեմ նաեւ, որ դրամաշնորհը բավականին հետաքրքիր պահանջ ուներ, դրամաշնորհի պահանջներից մեկը հետազոտության, այսինքն ֆինանսավորման երկրորդ տարում ունենալ անգլերենի բարձր իմացությունը հավաստող փաստաթուղթ, որը բավականին կարևոր է հետազոտողի համար, որպեսզի հետազոտություններ եւ հետազոտական արդյունքներ կարողանաս գրագետ ձևակերպել անգլերեն լեզվով եւ հրապարակվել միջազգային տարբեր ամսագրերում։ Այսինքն քո արված հետազոտությունը լինի հասանելի միջազգային գիտական հանրությանը։ Բավականին մեծ ծավալի այդ դրամաշնորհը բավականին շատ ասպիրանտներ են ստանում, բացի այդ նշեմ, որ մի քանի տարի առաջ բարձրացվեց հենց ասպիրանտուրայի համար տրվող թոշակը, որը որ իրականում տարբեր ոլորտների, այսպես ասած, նվազագույն աշխատավարձից բարձր է։ Այսինքն, եթե հաշվի առնենք դրամաշնորհը, ասպիրանտուրայի թոշակը եւ եթե համատեղ նաեւ ասպիրանտը աշխատում է, դասավանդում է կամ գիտական հետազոտությամբ զբաղված է որպես կրտսեր գիտաշխատող կամ ավագ լաբորանտ, ինչ որ հաստիքով գրանցված է նաեւ, բավականին մրցունակ աշխատավարձ է ստանում։ Դեռ 2019 թվականի վերջին որոշել էինք բիզնես համայնքի ներկայացուցիչներով, հիմնական տեխնոլոգիական համայնքի, որ շատ կարևոր է այս գիտության, տեխնոլոգիաների հիմնախնդիրները ինչ-որ ձևով հավաքական ձայնով բարձրաձայնել կառավարության առջև եւ որոշեցինք սկսել մի նամակից, որը կազմել էինք, որը մի քանի ամսվա ընթացքում 70 հոգի արդեն տենց հիմնադիրներ, ղեկավարներ ստորագրեցին, բայց հետո դա շարունակվեց մինչև 125 հոգի հասավ եւ ուղարկել էին կառավարություն վարչապետին հանդիպելու համար, բայց այդ process-ը ոնց որ դանդաղեց, որովհետեւ սկսվեց կոവിഡ്ը, հետո պատերազմը եւ պատերազմի այդ ակտիվ փուլի ավարտից հետո մենք հասկացանք, որ այն հարցերը, որ մենք բարձրաձայնում էինք փաստացի այդ նամակում, իրանք առավել ակտուալ են եւ փաստացի այն ռիսկերը, որ մենք նկարագրում էինք, դրանք իրականացան։ Տեսանք, որ որոշ ոնց որ process գնում է շփման, բայց մեկը դա այնքան արագ չի, ինչքան մենք կուզենայինք։ Այդ ժամանակ էլ ինչ որ օրենսդրական հարցեր էին քննարկվում, օրենսդրական փոփոխություններ, բյուջեի հարցեր, հա, նույնիսկ քննարկվում էր, որ բյուջեն արդեն ընդունված բյուջեն 21 թվականին գիտության պետք է կրճատվեր, եւ դա մեզ արդեն բերեց նրան, որ մեզ պետք է ինչ որ հանրային ներկայություն ապահովել, որպեսզի մեր հավաքական ձայնը գիտուժի այդ համայնքի տեսանելի լինի, լսելի լինի եւ ինչ որ ազդեցություն ունենա։ Եվ տեխնոտուն ակումբ կա, մի հատ տեխնոլոգիական համայնքի տեխնոտուն ակումբի ամեն ամիս հավաքներ կար, նոր էր ձևավորվել եւ հավաքներից մեկի ժամանակ, քանի որ արդեն այդ իրականում այդ անդամների մեծ մասը այդ նամակը ստորագրողներ էին եւ գիտեին ինչի մասն է խոսքը, միտք առաջացավ, որ գուցե սկսենք մի հանրային նախաձեռնություն, որտեղ հանրային արշավներ կանենք եւ ավելի հանրային խոսանք այն խնդիրների մասին, որը բարձրաձայնում ենք։ Եվ այդպես ոնց որ որոշում կայացվեց, որ այո, ստեղծում ենք։ Նոր դրանից հետո այդ գիտուժ բառը առաջացավ, մեր համայնքի անդամներից մեկը առաջարկեց, մի քանի տարբերակներ էին դիտարկում։ Եվ գիտուժ անունը վերջը ընտրվեց եւ մինչեւ մա այդ անունով գնում ենք։ Գիտուժը ոնց այդ բայից սկսած արդեն ինքը ձևավորվել է որպես նախաձեռնություն 2021 թվականի փետրվարի 14-ին, այտենց հանրային առաջին որ հայտարարությունով, որը պահանջ էր կառավարությանը, մեր կայքում մինչև մա կարող եք տեսնել այդ պահանջի տեքստը, եւ ինքը ունի առաքելություն, հա, Հայաստանը զորացնել գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով, իր մեջ միավորում է
197 արդեն այս պայն անհատներ, որոնք հիմնադիրներ եւ ղեկավարներ են ընկերությունների, բիզնեսների եւ 24 մեծ բիզնես ասոցիացիաներ, պրոֆեսիոնալ ասոցիացիաներ եւ հիմնադրամներ, որոնք նույնպես միացել են մեզ իրենց ոնց որ հավաքական ուժով, արտահայտելով, որ իրենք այս օրակարգի հետևում են կանգնած, երբ հաստատի մեր ակտիվ անդամները, ովքեր էլի համայնքի անդամներ են, ովքեր ինչ որ ավել ոնց որ ներդրում են մեր ժամանակով, երբ որ խոսում են գիտուժի անունից, հաստատի ամբողջ համայնքի անունից են խոսում։ Նախաձեռնությունը հենց առաջի օրվանից որոշ տենց սկզբունքների արժեքների շուրջ է ձևավորվել։ Առաջին ամենակարևորը դա որ մենք ապակուսակցական, քաղաքացիական նախաձեռնություն ենք եւ ունենք որոշ արժեքներ, որոնք են, ասենք, որոնցից են որ պետքա ճշմարտասեր լինենք, այսինքն ամենից պետքա փաստահեն լինի, տվյալների վրա հիմնված, որ պետքա համախմբող լինենք մեր համայնքի տարբեր ջանքերի, պետքա լրացնենք ջանքերը, ինչ որ կրկնօրինակումներ չփորձենք անենք, որպեսզի արդյունավետ լինի։ Եվ մինչև այսօր գործում ունենք տարբեր տենց ծրագրեր, նախաձեռնություններ, հաջողություններ ունենք գրանցած ամենամեծ ոնց որ նախագծերից մեկի հիմա ներկա ենք։ Եթե սկսենք վատատեսական դիտարկումից, ապա մենք հայերս բոլորս գիտենք, որ եթե հարազատներից մեկի վիճակը շատ վատանում է, տանում ենք հիվանդանոց եւ պատրաստ ենք ամեն գին տալ, մենք գումարի խնդիր չենք տեսնում այդ պարագա, միայն իրեն փրկեն։ Բայց շատ հաճախ բժիշկները մեզ ասում են՝ մի քիչ շուտ բերեիք։ Հիմա արդեն չեն կարող։ Հիմա իրականում մեր գիտության վիճակը դրան ինչ որ առումով մոտ է։ Մենք երկար տարիներ չենք զբաղվել գիտությամբ լրջորեն եւ հիմա հայտնվել ենք վիճակում, երբ միայն գումարով չես փրկի այլևս։ Մենք պետք է լավ հասկանանք, որ միանգամից պետք է բոլոր ուղղությունները ոնցով հնարավոր է գործողություններ ձեռնարկել, որովհետև 1-2 ուղղությամբ եթե միայն փորձես, դա կբերի նրան, որ միայն մնացած ուղղություններում կլինեն խնդիրներ եւ վաղ թե ուշ մենք գիտության ոլորտում մեծ կորուստներ կունենանք։ Եվ մի քանիսը կարող եմ թվարկել խնդիրներից։ Առաջինը մենք ողջ գիտական ինստիտուտները կամ գիտության զարգացման կենտրոնները այս պայն ունենք շահկապված մի քանի արդեն տարիք առած գիտնականների հետ, որովհետև նրանք գնան իրենց հետ ամբողջապես կորցնենք ամբողջ գիտական դպրոց ձեռքբերումներով, փորձով։ Եվ մենք շատ հաճախ այդ նույն գիտնականին ասում են, բայց իրենք ախր անարդյունավետ են, հոդված չեն գրում եւ այլն։ Այո, միգուցե, բայց այդ մարդիկ այն երևի եզակի դեռ մարդիկ են մեզ մոտ, ովքեր ունեն ինստիտուցիոնալ հիշողություն գիտության մասին։ Իրենք պահել եւ պահպանել են այն, ինչ ժամանակին ստեղծվել է կուտակվել է իրենց ոլորտում։ Եթե իրենք գնան, իրենց ոլորտում ենք այլևս գիտություն չենք ունենա։ Նորերը չեն կարողանա զրոյից ստեղծել այն, ինչ այլ երկրներում տարիների կուտակված փորձի արդյունք է։ Մենք դա պետք է շատ լավ գիտակցենք։ Մի խոսքով մենք պետք է արագ ստեղծենք համակարգ, որտեղ մենք կարողանանք վերականգնել մեր գիտական կադրերը հնարավորինս այն ոլորտներում, որտեղ մենք ունենք ձեռքբերում։ Շատ կարևոր է իրական կադրային սովն է Հայաստանում, մասնավորապես քիմիայի տեսանկյունից։ Սկսենք դպրոցից, դպրոցում մոտավորապես 500-ից ավել դրույք ուսուցիչների կարիք կա քիմիկոսի, համշրջաններում նույնիսկ Երևան քաղաքում ուսուցիչների թիվը շատ քիչ է քիմիկոսների ու իրականում որակյալ դասատուների կարիքն էլ է խնդիր։ Կարող է ունենանք համապատասխան թվով, այսպես ասած, մանկավարժներ, բայց որակի տեսանկյունից, վերապատրաստման տեսանկյունից իրանք պատրաստ չլինեն դրան, որովհետև կյանքը արագ զարգանում է, նոր չափորոշիչներ են, օրինակներ ներդրվում, բայց շատ քիչ հիմնական մեր ուսուցիչների տարիքը 50 եւ ավելի է, եւ 70%-ի 70% ուսուցիչները այդ տարիքի են, որը շատ մեծ խնդիր է։ Այսինքն 50 եւ ավելի տարիքի ուսուցիչները շատ դժվար են ինտեգրվում նոր բաների, նոր համակարգերի, դրա համար պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որ երիտասարդությունը ավելի շատ ձգտեն ուսուցչական կոլեկտիվի մեջ մտնելու։ Ասնշեմ, որ բուհական համակարգում էլ է նույն խնդիրը եւ գիտական համակարգում էլ է նույն խնդիրը։ Մեր մոտ արդեն ուսանողներին ակադեմիական համակարգի
ներից, նաև մասնավոր կազմակերպությունից հրավիրում են աշխատանքի առաջի կուրսից ընդունվելուց։ Չնայած նրանք հլա դեռ մասնագետ չեն, բայց որ ընտրել են այդ ուղղությունը, արդեն իրանց վերցում են գործի, որը կադրային մեծ խնդիր է։ Իրականում ճիշտ է, երիտասարդի համար լավ է, որ ինքը գնում է նմանատիպ կազմակերպությունում աշխատելու, բայց իրականում գործատուի համար դա այդքան էլ լավ չի, որովհետև պատրաստի մասնագետ չի եւ շատ բաներում խնդիրներ են առաջանում։ Մենք նայել ենք այլ երկրների փորձը այստեղ ոնց են իրենք այս խնդիրը լուծում եւ այդ փորձը ոնց է շատ իրականում բազմազան է, բայց ամեն դեպքում իրենք հենց այդպես են նպատակ ունեն դրած, որ պետք է ունենան ինստիտուցիոնալ պետական մեխանիզմներ պետության կողմից ֆինանսավորելու այն հետազոտությունների մշակումները, որոնք ելնում են այդ տվյալ պետության անվտանգային եւ տնտեսական կարիքներից։ Մեր մոտ այդ մեխանիզմը փաստացի ինստիտուցիոնալ չկա։ Մենք ունենք դրա մի փոքր մասի, մենակ ռազմական մասով պատվիրատու մարմին, մեր ռազմաարդյունաբերության կոմիտեն, որը ամբողջական չի, այսինքն ինքը նախ ամբողջ անվտանգային խնդիրները չի ծածկում, երկրորդը պարզա տնտեսականն էլ չի ծածկում։ Էլ չեմ ասում, որ ունի շատ փոքր բյուջե եւ բյուջեի շատ փոքր կատարողական, հա, այսինքն անցած տարի 35%-ն են ծախսել, եթե ճիշտ եմ հիշում, ըստ բյուջեի կատարողի, նախանցած տարի 17%-ն էր, այսինքն մենք այստեղ ունենք լուրջ ինստիտուցիոնալ խնդիր։ Եվ էլ չեմ ասում, որ եթե նայեք հատկացման, բյուջեի հատկացման հարցում ընդամենը 10%-ն է հատկացվում երկրի կարիքներից եկող հետազոտությունների մշակումներին փաստացի ռազմաարդյունաբերության կոմիտեի միջոցով միայն։ Հիմա մենք պետքա նոր մեխանիզմ ձևավորենք, կամ ինչ որ նոր մարմին պետքա ձևավորվի, կամ եղած մարմիններին մեկին պետքա այդ ֆունկցիան փաստացի տրվի, այդ մանդատը տրվի եւ ֆինանսավորումը տրվի, որպես իրանք պետության անունից հանդիսանան պետական նշանակության հետազոտությունների մշակումների պատվիրատու։ Տեսեք, գիտուժը ինքը գիտնականների հետ կապը գիտուժի այնպես որ մենք իրեն շահերն ենք պաշտպանում, բայց մենք գիտուժ շարժմամեջ չունենք գիտնականներ եւ դա մտածված է արված, որ չլինի խոսք, որ բա ձեր սեփական շահերը առաջ տանելու համար համախմբվել եք։ Դրա համար կան մասնագիտական արմիություններ, դրա համար կան մասնագիտական կազմակերպություններ, թող գիտնականները միավորվեն, ակադեմիան կա եւ աշխատեն պետության հետ իրեն շահերի շուրջ։ Մեր նպատակը անկախ երրորդ կողմը լինելն է, որ ունի մեկ շահ, Հայաստանի շահը, որը կարելի է բաղդատել Հայաստանի բիզնես շահին եւ այդտեղ մենք ունենք բիզնես կազմակերպություններ, որոնք մեզ միացել են Հայաստանի անվտանգության շահին եւ այստեղ ունենք եւ կազմակերպություններ եւ անհատներ, որոնք մեզ միացել են եւ բոլոր նույն բանի մասն են խոսում։ Առանց գիտության անհնարին է տնտեսական զարգացում եւ անհնարին է մեր անվտանգությունը ապահովել։ Մեզ պետք են եզակի լուծումներ, որոնք կլինեն անակնկալ մեր թշնամիների համար եւ խոչընդոտ կհանդիսանան իրենց ոտնձգությունների դեմ, որպեսզի իրենք երբեք չմտածեն, որ իրենք կարողանան հեշտությամբ մարսել Հայաստանի հետ ռազմական կերպով հարցեր լուծելը։ Դա մեր թիվ 1 առաջնահերթությունը պետք է լինի, որտեղ մենք վտանգված ենք։ Մենք լավ գիտակցում ենք ու ասեմ 21-րդ դարի այս փուլում բոլոր երկրներն են վտանգված։ Չկա աշխարհում երկիր, որ այսօր չի մտածում իր անվտանգության մասին, որովհետև աշխարհը փոխվում է եւ բոլորը գիտեն, որ այս փոփոխական պահերին լինում են պատերազմներ, լինում են ընդհարումներ, ու մենք պետք է լուրջ մտածենք դրա մասին։ Ու եթե այլոք գիտությամբ պիտի պաշտպանվեն, իսկ մենք հիմա տեսնում ենք պատերազմներ աշխարհում, բոլորը գիտությունից են խաղում լավագույն արդյունքը ռազմական։ Մենք պիտի դա լավ գիտակցենք ու հասկանանք։ Ու ես չեմ ասում, որ բոլոր գիտնականներին տանք, ուրեմն կոչումներ ռազմական ու ուղարկենք պատերազմելու, բայց մենք պետք է գիտակցենք, որ այդտեղ պոտենցիալ պիտի ունենանք, կարողություն պիտի ունենանք։ Ու ասեմ, որ փորձը ցույց է տալիս, որ հենց հարցը գալիս է անվտանգության, շատ մարդիկ, ովքեր այլ հարցերում անտարբեր կլինեին, կսպառվին իրենց գործով, կմնային արտասահմանում եւ այլն։ Մեկ էլ արթնանում են, ասում են, ես ուզում եմ դա անեմ, դա ինձ պետք է, որովհետև ես հասկանում եմ, որ դա այն հարցն է, որի միջոցով ես շատ ավելի շատ կանեմ իմ կյանքում, քան ցանկացած այլ ոլորտում։ Հաշվի առնելով, որ մեր մոտ այս պահին իրականում ոչ մի ռազմավարական ծրագիր չկա գիտության եւ տեխնոլոգիաների հարցում, ոչ միայն չկա անվտանգային եւ տնտեսական գիտության եւ տեխնոլոգիաների հարցում, այլև ակադեմիական գիտության հարցում չունենք, հա։ Բայց վերջերս օրինակ հրապարակվել էր նախարարության կողմից սևագիր
իդրաֆտում գիտության տեխնոլոգիայի գերակայությունների մասին, եւ եթե փաստաթուղթը կարդաք, ոնց որ ակնհայտ է դառնում, հա, այդ անտեսելը, որ գիտություն եւ տեխնոլոգիա պետք է լինեն գործիք, հա, ինչի է բերում։ Բերում է նրան, որ ասենք նույն այդ փաստաթղթում, որը պետք է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների գերակայությունների փաստաթուղթ հանդիսանա, բոլոր հղումները միջազգային փաստաթղթերի վրա են, միջազգային միտումների, ինչ որ միջազգային կառույցների կողմից հրապարակված փաստաթղթերի եւ ոչ մի հղում չկա հայաստանյան որևէ փաստաթղթի վրա, այսինքն Հայաստանի ուրույն կարիքների վրա, եւ դա ամենամեծ խնդիրն է, որովհետեւ փաստաթղթեր գրեթե չկան։ Կա երևի մի փաստաթուղթ, որը խոսում է գիտության եւ տեխնոլոգիաների գերակայության մասին, դա վարչապետինքից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջնահերթությունների ցուցակն է, որը նույնպես մենք քննադատություն ունենք, որ շատ էքսպերտային ձևով է, այդպես սուբյեկտիվ է ինքը ընտրվել, ինքը ինչ որ համակարգային ընտրություն չի, բայց ամեն դեպքում կա Հայաստանում այդպիսի փաստաթուղթ եւ այս գերակայությունների փաստաթուղթը նույնիսկ դրա վրա չէր հղում կատարում։ Այսինքն մենք Հայաստանի կարիքները չենք դնում որպես առաջին ելակետ, երբ որ խոսում ենք գիտության եւ տեխնոլոգիաների մասին։ Եղած արկա ինստիտուցիոնալ մեխանիզմները կիսատ են։ Մենք պետք է դրանից ելնենք, հա, մենք շփվել ենք բոլոր, ասենք, նախարարությունների գերատեսչություններից, ովքեր ինչ որ կապ ունեն այս թեմայի հետ, եւ հիմա կարող եմ ասել, որ հիմնականում արդեն մենք տեսնում ենք, որ նաեւ այդ երկար տարիների խոսակցությունների հետևանքով հիմնականում այս հարցում մեր հետ համամիտ են, որ այդպիսի ինստիտուցիոնալ բաց կա։ Բայց սա արդեն ինչ որ կառուցվածքային ոնց որ ինստիտուցիոնալ հարց է, այսինքն պետք է ավելի բարձր մակարդակից խնդիր դրվի, որ մենք այս բացը պետք է լրացնենք։ Մենք ուզում ենք հասարակության մեջ, հանրության մեջ պատկերացում փոխենք, բայց առաջնահերթորեն մենք ուզում ենք, որպեսզի ծնողները եւ երեխաները հասկանան, որ այսպիսի ճանապարհ կա եւ այն կարծես թե ոչ թե այսպես կյանքը տանուլ տված, չհաջողած մարդկանց ճանապարհն է, այլ տեսնում եք այստեղ մարդկանց, ովքեր կանգնած են այս բոլոր մեր այստեղի սեղանների շուրջ եւ որոնց աչքերը փայլում են, որոնք ուրախությամբ պատմում են, ոգեորված ներկայացնում են, հասկանում ես, բայց ուրեմն այստեղ կյանք կա, այստեղ հետաքրքրություն կա։ Իսկ երեխայի համար կարևորը գիտությունը տեսնել նաև, որովհետև գիտելիքի թռիչքը ստեղծում է իմաստավորում սովորելու համար։ Երբ որ մարդ տեսնում է այդ թռիչքը, իր համար սովորելը դառնում է հետաքրքիր երիտասարդ երեխայի համար։ Մեկ ենք հասկանում է, որ այդ գրքի այն կողմ մի բան կա։ Այդ գրքով չի ավարտվում գիտելիքը, այդ գրքի անգիրանելը ինքնստինքյան իմաստ չունի, բայց այդ գրքի բովանդակությունը հասկանալ իրեն կօգնի էլ ավելի հետաքրքիր բաներ հասկանալ, առաջ գնալ, զարգանալ։ Երեխաները միշտ ունեցել են այդ հարցերը իրենց գլխում, ես էլ եմ ունեցել, բոլորը ունեցել են։ Ինչու է սա պետք։ Այստեղը դրա պատասխանը տալիս է, եւ դրանից լավ պատասխան երեխան դժվար թե գտնի։ Արդեն 9 տարի է ինչ այս ոլորտում եմ։ Իրականում, երբ համեմատում եմ 9 տարի առաջ եւ հիմա, տարբերությունը ահռելի է։ Երբ ես բակալավրի ուսանող էի, իրականում բավականին մեծ խնդիրներ կար եւ ֆինանսի հետ կապված եւ աշխատատեղերի հետ կապված ու շատ շրջանավարտներ ֆինանսի բացակայության եւ ոչ մրցունակ աշխատավարձների պատճառով փոխում էին ոլորտը, հիմնականում մեծ մասը գնում էին ծրագրավորման ոլորտ։ Բայց հաջորդ տարիներին, երբ որ մագիստրատուրա ընդունվեցի, արդեն իսկ բավականին մրցունակ էր աշխատավարձ դարձել, այնպես էր, որ տարբեր ոլորտներից արդեն քիմիկոսների պահանջարկը այնքան շատ էր, որ բակալավրի ուսանողները նույնիսկ չեն կարողանում բավարարել այդ պահանջարկին։ Այսինքն կային աշխատատեղեր, աշխատում էին բոլորը, եւ շրջանավարտները, եւ ուսանողները նույնիսկ առաջի կուրսից սկսած, եւ բացի դրանից էլի մնում էին թափուր աշխատատեղեր, այսինքն բավականին շատ աշխատատեղեր են ստեղծվել, բավականին մեծացել է շուկան։ Մի բան կա եւս, որ մենք պետք է ձեռք բերենք ազգովի, կարծում եմ, ու այսպիսի միջոցառումները ճանապարհ են դեպի դա։ Երազանք, ազգային երազանք։ Երազանքը դառնում է գործողության հիմք, երբ որ այն մի քիչ իրատեսական է դառնում, շոշափելի է դառնում, շատ հեռու երազանք է, դու ես նստած մտածում ես, բայց երբեք ոչինչ չես անում դրա համար։ Այսպիսի միջոցառումը այդ երազանքն է ստեղծում, իրեն ավելի իրական է դարձնում։
երբ որ երազանք է առաջանում է ձգտում։ Մենք մեծ ցեղասպանությունից հետո ունեինք երազանք։ Ոտքի կանգնել, հաղթալ այդ ամենը եւ դառնալ զարգացած ամուր ազգ։ Ու խորհրդային տարիներին այդ երազանքը նույն կերպ իրագործվեց։ Միտեղ համալսարան կառուցվեց, Երևանը շինվեց, այս օպերայի շենք առաջացավ, ու մարդկանց մոտ ամեն նման իրադարձություն մեծ ոգևորություն էր առաջացնում։ Մարդիկ նորից սկսում են երազել, ուրախանալ, անգամ պատերազմից հետո վերականգնումը, նորից ոտքի կանգնելը, էլի երազանք էր առաջացնում։ Նույնիսկ փոքր հաջողությունների ճանապարհով միշտ երազանքները դառնում են շատ ավելի իրատեսական։ Ու կարծում եմ, որ այդ տեսակետից այս միջոցառումը շատ կարևոր է։